Ինչի մասին կարող է խոսել հավելյալ մազակալումը եւ ակնեն, ոչ միայն կոսմետոլոգիական, այլ նաեւ գինեկոլոգիական խնդիրների ազդանշան։ Ողջույն, ես Անահիտն եմ, մանկաբարձ գինեկոլոգ, եւ այսօր Լավ մամայի հետ կխոսենք հավելյալ մազակալման եւ ակնեի մասին։ Այս խնդիրները դեռահասների շրջանում շատ հաճախ է հանդիպում։ Իհարկե, սեռահասունացման շրջանում տեղի է ունենում հորմոնալ փոփոխություններ եւ երբեմն ակնեն նորմալ է, բայց կա մի սահման, որից հետո պետք է ուշադրություն դարձնել։ Նախ նշեմ, որ հավելյալ մազակալումը եւ ակնեն պայմանավորված են անդրոգենների, այսինքն արական սեռական հորմոնների մակարդակի բարձրացումով, որոնք բերում են ճարպագեղձերի ակտիվացման եւ ակնեի զարգացման, ինչպես նաեւ ազդում են մազերի ֆոլիկուլների վրա, բերելով հավելյալ մազակալման։ Հիմնականում այն հանդիպում է պոլիկիստոզ ձվարանային համախտանիշի ժամանակ, բայց սա միակ պատճառը չէ։ Հատկապես ուշադրություն դարձրեք, եթե մազակալումը կզակի, որովայնի եւ կրծքերի շրջանում է, եւ եթե ուղեկցվում է դաշտանային ցիկլի անկանոնություններով կամ դաշտանի բացակայությամբ, այսինքն ամենօրեայով, եթե կա ճարպակալում, հատկապես որովայնի շրջանում եւ մազաթափություն։ Այս դեպքերում օրգանիզմը մեզ հուշում է, որ խնդիրը համակարգային է եւ անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Իհարկե, կոսմետոլոգիական միջոցները կարող են ժամանակավորապես բարելավել վիճակը, բայց նրանք չեն վերացնում պատճառը։ Այս դեպքերում պետք է գնահատել ոչ միայն մաշկի վիճակը, այլ նաև օրգանիզմի ընդհանուր հորմոնալ ֆոնը, գլյուկոզայի փոխանակությունը եւ ձվարանների վիճակը։ Հիշեք, վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս կանխարգելել երկարատև գինեկոլոգիական եւ հորմոնալ խնդիրները։